Ինչպես հիշում ենք անցյալ կիրակի ողջ քրիստոնյա աշխարհը մեկտեղ եկած տոնում, մեծարում, ուրախանում, փառաբանում, հաստատում, հավատում, հստակեցնում էին այն պարզ ու հստակ ճշմարտությունը, որ աշխարհի մեջ միայն մեկ ճանապարհ կա դեպի երկինք, եւ դա հարություն առած Քրիստոսի ճանապարհն է։ Ի տարբերություն աշխարհի մեծամասնությանը եւ ի զարմանք ինձ եւս եւ ոմանց ռուս ուղղափառ եկեղեցին այս կիրակի է տոնում զատիկ տոնը։ Ինչու՞։ Իրենք որոշում ունեն եւ կոչվում է Պասկա ռուսերենով։ Որոշներից համար հասկանալի բառ է, բայց դա ռուսական բառը, որ նշանակում է զատիկ։ Բայց ինձ եւ քեզ համար հետաքրքիր է, որ երբ մեկտեղ ենք եկած փառավորացի հարության զորությունը տոնելու, դրանով չավարտվեց։ Եթե մարդկորեն տեսանկյունով նայեք, նա եկավ, նա հրաշքներ իրականացրեց, բժշկություններ արեց, խոսքը քարոզեց, երկնքի թագավորությունը բացեց եւ իր կյանքով լավագույն օրինակ եղավ, աշակերտներ զատեց եւ մի ամբողջ ժողովուրդ սնեց ու առաջնորդեց, հիշեցրեց, որ սրանով չի ավարտվում, այլ մի ամբողջ շարունակություն կա ամեն մարդ արարածի համար, որ կոչվում է երկնքի թագավորություն։ Ու երբ խաչի վրա իր հոգին ավանդեց, թողնելով այն բարձ ու հստակ աղոթքը, որ Հայր ներիր սրանց։ Եվ այսօր այդ ներումով է, այդ շնորհով է, որ ես ու դու ապրում ենք, եւ երրորդ օրը երբ կանանք եկան, որպեսի նրա մեռած մարմինը յուղովոցեն, գերեզմանը դատարկ տան։ Եվ հրեշտակը պատգամ բերեց նրանց, նա այստեղ չէ, նա հարություն է առել։ Ինչպես որ նա ասել էր, հիշեցրել էր։ Ղուկաս ավետարանիչը եւս հեղինակն է Գործ առաքելոց գրքի։ Եվ Գործ առաքելոց գրքի առաջի գլուխ 3-րդ համարում շատ հետաքրքիր ձևով Ղուկաս ավետարանիչը մեկ համարի մեջ ամփոփում է Քրիստոսի հարությունից հետո նրա գործունեությունը, որ այսպես են կարդում. որոնց իսկ իր չարչարանքներից հետո բազում ապացույցներով կենթանի ներկայանալով 40 օրերի ընթացքում հայտնվեց նրանց ում իրեն հավատացողներին, այդ շփոթվածներին, այդ վախեցածներին, այդ անորոշության մատնվածներին եւ Աստծո արքայության մասին խոսեց։ Այդ 40 օրը միանշանակ մեկ հստակ նպատակ ուներ հարություն առած Քրիստոսը, որը հանդիպեց բազում առիթներով եւ այսօր շատ համառոտակի գհիշենք նրա հանդիպումները, որը ամեն մեկը ոչ թե քարոզ, այլ հսկա քարոզների նյութ է։ Բայց այսօր ուզում եմ մի ընդհանուր ինչպես Ղուկաս ավետարանիչը մեկ համարի մեջ ամբողջացրեց նրա գործունեությունը, նա հարություն էր առել, նա լի իրավունք ուներ, ինչպես խոստացել էր, իմ ու քո մարդկության մեղքի համար պատժվեց եւ ինչպես խոստում էր տվել հարություն առեց, որպեսի ճանապարհը բացեր ամեն հավատացողի համար դեպի երկինք։ Նա լի իրավունք ուներ, որ բարձրանար երկինք, համբարձվեր եւ հոր աջ կողմը նստեր, բայց դեռ անելիք ուներ եւ այդ անելիքը իրականացրեց 40 օրվա մեջ։ Նա 40 օր հանդիպեց տարբեր առիթերով, տարբեր տեղերում, տարբեր բազմությունների մեջ եւ ասում է Ղուկաս ավետարանիչը մեկ հստակ բառով նրանց եւ Աստծո արքայության մասին խոսեց։ Այլևս ժամ չկար բժշկության, հացի բազմացման, կույրերի տեսողության տալ։ Նա խոսում էր մի ամբողջ երկնքի մասին, որովհետև կույրներն էլ մեռնելու, հարություն առածներ, Ղազարոսը եւ մյուսները։ Բայց Աստծո արքայությունը մի հավիտենականության ճշմարտություն է, որ դու ոչ մի գնով, ուժով, հնարավորությամբ չես կարող ջնջես, ոչնչացնես։ Դա հավիտենականության կյանքն է երկնքում, որ Քրիստոս եկավ
ինձ ու քեզ մահկանացուներիս հավիտենականությունը խոստանար։ Բայց հետաքրքիր է, որ Աստծո գործունեությունը, թե ինչպես Հիսուսը որոշեց 40 օր ևս իր ամբողջ գործունեությունը, իր մեսիան ամբողջացներ, երբ ասում է աշակերտների աչքերի առջև նա համբարձվեց։ Մեկ ուրիշ 40 օր ևս կար Հիսուսի կյանքում, եւ վստահ եմ, որ մեզանից մեծամասնությունս եւ հույսով որ բոլորս հիշում ենք, նա իր մեսիանը սկսեց դարձյալ 40 օրով։ Եվ դրա մասին կարդում ենք Մատթեոս ավետարանի 4-րդ գլխի 1-2 համարների մեջ։ Ասում է այդ ժամանակ, որ ժամանակ, երբ Հիսուսը իր ժամը լրացավ, որպեսզի իր մեսիան, որի համար նա մարմին էր հագել։ Մինչև 30 տարեկան նրա ծնունդի մասին գիտենք ու մի փոքրիկ առիթ, երբ նա պատանի էր ու իր ծնողների հետ Երուսաղեմ էր այցելել։ Ուրիշ ոչ մի խոսք, ոչ մի գրություն, ոչ մի վկայություն չկա նրա մասին։ Եվ մի ուրիշ առիթով ես այդ մասին կվկայեմ, կքարոզեմ, կխոսեմ այն ինչ որ Աստծո հոգուց արել եմ, բայց այսօր չշեղվենք թեմայից։ Ու երբ ասում է Հովանես Մկրտիչը մկրտում էր մարդկանց իրենց մեղքերի թողության համար, հանկարծ տեսավ գալիս է Քրիստոսը ջրով մկրտվելու ու Հովանես Մկրտիչը Աստծո հոգուց լեցված ասեց ահա գառը Աստծո այն միածինը ու երբ նրան մկրտեց երկնքից ցայն եղավ սա է իմ ընտրյալը, սա է իմ սիրելին, սա է միակը ճշմարտությունը, կյանքը ու հավիտենականությունը, սա է իմ ընտրածը, նրան նայեք, նրան հետևեք, նրանով առաջնորդվեք, որտև նրանից դուրս ոչինչ չկա այս աշխարհում։ Եվ ասում է, երբ ջրով մկրտվեց, հետևյալ տողերն ենք ընթերցում Մատթեոս ավետարանի ասում է այդ ժամանակ, այսինքն ջրի մկրտությունից հետո, երբ արդեն Հիսուսը գիտեր, որ պետք է սկսի իր 3 տարվա մեսիան այս երկրի վրա, այդ ժամանակ Հիսուսը հոգու կողմից, Սուրբ հոգու կողմից, Աստված նրան պատրաստում էր այդ 3 տարիների համար, Սուրբ հոգու կողմից անապատ տարվեցավ, սատանայից փորձվելու, նա 40 օր, հետաքրքիր է, չէ՞, որ երկնքի Աստված ինչպես որոշեց իր որդու գործունեությունը 40 օրով սկսել եւ 40 օրով ավարտել ինձ ու քեզ հիշեցնելու երկնքի արքայությունը։ Նա 40 օր ու 40 գիշեր ծոմ պահելուց հետո քաղցը զգաց։ Իհարկե այսօրվա մեր թեման չէ, հույսով որ բոլորս հիշում ենք այն 3 հարցադրումները, որ սատանան փորձեց նրա միտքը, էությունը հոգին շեղելու եւ մեկ ուրիշ ուղղություն ցույց տալու, բայց նա լցված Աստծո հոգուց նա մի հստակ նպատակի համար էր եկել։ Նա չէր եկել երկրի վրա փառավորվելու, եկել էր երկինքը երկինք տանելու։ Ոչ թե անտառն ու ձորն ու ցամաքը, այլ մարդը, որ Աստծո մեծագույն ստեղծագործությունն էր։ Ինչու՞։ Ոչ թե որ մենք մեր էությունով ամենաբարդ կառույցն ենք, այլ մեր մեջ Տերը կամեցա, որ իր հոգու մասնիկը պարփակեր։ Այս մարմնի, այս մեղավոր, այս մեղսալից մարմնի մեջ զարմանալի ձևով Աստված իր հոգին դրեց։ Եվ այդ հոգին փափագելով փափագում է իր հոր, իր ստեղծողի հետ մաս ու բաժին ունենալ, հաղորդակցություն ունենալ։ Եվ ուստի Քրիստոս եկավ, որպեսզի այդ առիթը, այդ հնարավորությունը ստեղծելու։ Եկեք հիշենք այն հատվածները, որ այդ 40 օր հարությունից հետո նա իրականացեց։ Ամբողջովին գրված չէ։ Հիշում եք տողերը, որ Հովանես ավետարանը գրեց։ Եթե ամեն ինչ մենք փորձեինք գրի առնելու, գրիչներն ու թանակները չէր բավարարի, գրքերը չէր բավարարվի։ Գրեցին այնքան, ինչքան Աստծո հոգուց առաջնորդվեցին։ Եվ մենք 4 ավետարանիչներ կարդում ենք, որ երբ նրան Հովսեփ Արիմաթացին եւ Նիկոդեմոսը, ուր էին աշակերտները, բոլորը փախուստ էին մատնվել։ Եվ իրականացավ այն հստակ մարգարությունը, որը հովիվը զարնեցին եւ հոտը փախուստի մատնվեց։ Հովսեփ Արիմաթացին եւ Նիկոդեմոսը
այդ երկու ծպված, բայց այն երկվարքյանին, որ Տերը կարիք ունի ծառայի, Տերը այդ ծառաներին գտնում է իրակարգել։ Եվ Հովսեփ արեմատացին եւ Նիկոդեմոսը նրա մահացած մեղքի զոհ դարձած մարմինը փաթաթեցին եւ Հովսեփ արեմատացու համար պատրաստված գերեզմանում դրեցին։ Երրորդ օրն էր, Իրակի առավոտը, դեռ մթնշաղ էր, դեռ արևը չէր ծագել, բայց նրանք իրավունք ունեին եւ կանայք համապատասխան յուղեր իրենց ձեռքերին մեկ հստակ նպատակով ու լեցուն հարցադրումներով, ով մեզ կօգնի այդ հսկա քարը գլորելու, որպեսի մեր մարմինը, որպեսի մեր տիրոջ մարմինը, մեռած մարմինը պատշաճ կերպով հյուղարկենք։ Ու երբ եկան ու դատարկ տեսան, եւ Մատթեոս ավետարանիչը 28-րդ գլխի 9-րդ համարում շատ հետաքրքիր տողեր է թողնում։ Հանկարծ Հիսուսը նրանց, այսինքն կանայք, որը այդ պարտեզն էին եկել, որտեղ որ այդ գերեզմանն էր, նրանց դիմաց ելավ ու ասեց. ողջույն ձեզ։ Ուշադիր եղեք, թե ինչպես է դիմում։ Սրանք այն կանայք էին, որ ոչ միայն ուրբաթ օրը խաչի մոտ էին, այլ համարձակություն գտան, որ առաջինը լիներ նրա գերեզմանը այցելություն անելու։ Նրանք վախեցած չէին, նրանք սարսափած չէին, նրանք մոլորված չէին, նրանք կարիք ունեին, որ իրենց մեռած ու թաղված տիրոջը կենդանի աստվածային կերպարանքի մեջ տեսնելու ողջունի խոսքերով, եւ դա էլ Հիսուսը պարգևեց։ Նրանք մոտեցան, փարվեցին, իհարկե կփարվեն, ինչպես չփարվես։ Նա հարություն էր արել։ Նրա մեջ աստվածություն էր փայլատակում։ Փարվեցին նրա ոտքերին եւ երկրպագեցին նրան։ Արդեն ոչ թե որպես վարդապետ, որպես ուսուցիչ, այլ որպես Տեր ու Փրկիչ։ Իհարկե առանձին եւս հանդիպում եղավ Մարիամ Մագդաղենացու հետ եւ երկխոսություն միլար ով կին, ես կենդանի։ Եվ Հովանես ավետարանիչը 20-րդ գլխի 19-րդ համարում հետևյալ տողերն է գրի առել։ Եվ այսպեսին է կընթերցում։ Եվ նույն օրը, այսինքն նույն կիրակի օրը, որ նո հարություն էր առել, եւ կանայք առավոտյան տեսնելով մի քիչ առաջ ընթերցեցին ողջագուրվելով, երկրպագելով, որպես նրան Տեր ու Փրկիչ, ասում են նույն օրը շաբաթվա առաջին, այսինքն կիրակի օրվա մասին էր խոսքը, երեկոյան, որը ավարտվել էր, աշակերտները այդ մասին գիտեին, ումից, կանանցից, որ նրա գերեզմանը դատարկ էր։ Մենք ավետարանիչ կարդում ենք, որ Պետրոս եւ Հովանես վաս տվեցին եւ մի անգամ կրկին համոզվեցին, որ իրապես գերեզմանը դատարկ է, քարը գլորված է։ Բայց արդյոք այդ ամբողջը ամբողջացում էր նրանց հավատքի ամբողջությունը, դժբախտաբար ոչ, որտեղ հետեւյալ տողերն են կարդում։ Երեկոյան ասում է, երբ հրյաների վախի պատճառով աշակերտները հավաքվել էին միտեղ եւ դռները փակել, դեռ վախ կար, դեռ սարսափ կար, դեռ կորուստի մահվան սարսուռը նրանց գլխից կախված էր, դեռ թշնամին նրանց մտային աշխարհի մեջ ինչ էր անում, ներթափանցում էր, հարցակվում էր, ու նրանք շփոթված էին, նրանք մոլորված էին, նրանք վախեցած էին, ուստի մեկտեղ էին եկել, մոլորված չգիտեին ինչ անելու։ Հիսուսը եկավ նրանց մեջտեղում, կանգնեց եւ ասեց նրանց. ողջույն ձեզ, ով ոչ, նրանք ողջունի կարիք չունեին, նրանք խաղաղության կարիք ունեին, խաղաղություն ձեզ, նրանք վախեցած էին, նրանք սարսափած էին, նրանք մոլորված ու կորցված էին, եւ Տերը տվեց այն, ինչ ես ու դու կարիք ունենք, այդ օրը ինչ աշակերտները կարիք ունեն, նրանք խաղաղության կարիք ունեն, եւ դա էլ երկնային խաղաղությունը։
Հիսուսը տալիս է մեզ այն ինչ որ մեր հոգու կարիքն է։ Մենք հաճախ շփոթում ենք մեր մարմնի, մեր մտային կարիքները մեր հոգու կարիքից։ Եվ Տիրոջը ուրիշ սխալ ուղղությամբ ենք շեղում։ Տեր սա ու նա ու այսպես ու այնպես ու այս հաջողությունը, այս դժվարությունը, այս հաղթահարումը։ Երբ Տերը նայում է մեր հոգու աշխարհի մեջ, ասում է՝ Սարո, դեռ միջև այդ բոլորը դու մեկ ուրիշ բանի կարիք ունես։ Քո հոգու խաղաղության կարիքն ունես։ Դու ինձ հետ հանդիպելու կարիքն ունես։ Դու իմ մեջ աճելու, ձուլվելու, ինձ հետ մաս ու բաժին ու մեկ կազմելու կարիքն ունես։ Մի այդքան շատ մտահոգվիր, ինչ կուտես եւ ինչ կխմես եւ ինչ կհագնես եւ ինչ կլինի այսօր ու վաղվա օրը, այլ մտածիր երկնային արքայության մասին, չէ՞ որ Ղուկաս ավետարանի չէ, երբ ընթերցում ենք, ասում է նրա 40 օրը ամբողջանալը միանշանակ մեկ հստակ նպատակի համար էր, որ աշակերտներին մի անգամ եւ վերջին անգամ հիշեցնելու ձեր մեծագույն նպատակը այս երկրի վրա ապրելու, ոչ թե ինչ որ հաջողությունների, ինչ որ դժվարությունների հաղթահարման, ինչ որ, այլ երկնային թագավորությունը, մաս ու բաժին կազմելու։ Եվ նա այդպես էլ արեց։ Եվ այնտեղ էին հետաքրքիր ձևով 10 աշակերտները։ Միգուցե ուրիշ եւս քույր ու եղբայրներ կային, բայց ավետարանիչները հատուկ կենտրոնացել էին այդ աշակերտների վրա։ Ինչու, ինչն էր նպատակը Հիսուսի, որը կանանցից հետո նա հանդիպում էր իր աշակերտների հետ։ Նրանցով կառուցելու էր համաշխարհային եկեղեցին։ Նրանք գնալու էին այդ վախեցածները, այս սարսափահարածները, այդ անորոշության մատնվածները։ Նրանք կարճ ժամանակից հետո ինձ ու քեզ հստակ է թե ինչ, երբ երկնքից զորություն առան, նրանք գնացին ողջ աշխարհը, նրանցից ամեն մեկը իր կյանքը տվեց, որպեսզի Քրիստոսը ավետարաներ։ Բայց ասում է այդ առաջի հանդիպման ժամանակ զարմանալի ձևով մեկը բացակայում էր։ Իհարկե այլևս Հուդան իրանց հետ չէր, իսկ այն երկրորդը Թովմասն էր։ Թովմաս այդտեղ չէր։ Ինչ պատճառով չկար։ Եվ երբ բնականաբար Թովմաս եկավ, պատմեցին, Թովմաս կասկածեց, բողոքեց, աղաղակեց, ասես մինչև մատս նրա կողք։ Եվ այդ բոլորը տարբեր առիթներով, տարբեր քարոզներով լսել եք, այսօրվա մեր քարոզի նյութը Թովմասը չէ, այլ հանդիպնում է մի կրկին անգամ։ Եվ Հովանու ավետարան դարձյալ 20-րդ գլխի 26-րդ համարում John chapter 20 verse 26 ասում է հետևյալ տողերը. 8 օր հետո։ Ինչու 8 օր հետո։ Սրանք գաղտնիքները, որ միայն Տերը կարող է մեզ համար բացել, բայց եթե այսօր ու իմ կյանքում չբացահայտվեց, երկնքում ինչքան հարցադրում ունես կարող ես հարցնել իրան, բայց այսօր մեզ համար էական ու կարևորը գիտեք ինչն էր, որ նա չմոռացավ, որ Թովմասը բացակայում էր իր առաջի հանդիպումից։ Մենք մի քիչ առաջ փառաբանում ենք, մեծարում ենք, հիշում ենք, կանչում ենք, որ ամեն մի անհատ ոչ թե Թովմասը, որովհետև աշակերտ էր, Թովմասը անձ էր, հոգի էր, որի համար նա մեռել էր, որի համար իր կյանքն էր տվել։ Եվ նա չէր կարող Թովմասին աշկաթող անել, ինչպես այսօր չի կարող ինձ ու քեզ աշկաթող անել։ Ու մեզ հետապնդում է, մեզ հետևում է։ Մեկ-մեկ փախչում ենք, թաքնվում ենք, մեր արածից ամանչում ենք։ Մտածում ենք հաջորդ օրը, մյուս օրը, մի ամիս հետո ամեն բան կնորոգվի, հետո ես Տիրոջից հետ դեմ առ դեմ կհանդիպեմ, բայց մենք չգիտենք վաղվա օրը մեզ պարգևած է, ինչ մեկ ամիս կամ մեկ տարի։ Տերը այսօր է ուզում, որ ինձ հետ ու քեզ հետ հանդիպի։ Եվ 8 օրը հետո նրա որոշման մեջ նա դարձյալ հանդիպեց աշակերտներին, ինչ որ մի բան փոխվել էր։ 8 օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին։ Ինչ հետաքրքիր ձևով Հովհաննես ավետարանիչը հատուկ շեշտում է ներսում էին, այսինքն ոչինչ դեռ իրենց մեջ չէր փոխվել։ Դեռ վախը կար, դեռ սարսափը կար, դեռ կասկածները կար։ Բայց արդյոք դա Աստծուն Հիսուս Քրիստոսին հարություն ու փառավոր արածին շփոթեցնում էր, նեղացնում էր, ցավեցնում էր։ Ինձ կցավեցնի, քեզ էլ կցավեցներ։ Ու կմտածես,
մի քանի օր առաջ ձեզ հանդիպեցի, ասեցի արեք ու ձեր մատով շոշափեք իմ խոցված կողքը ու տեսեք իմ խոցված մեխերի գամերի տեղը ձեռքերիս ու ոտքերիս վրա եւ ընդամենը 8 օր էր անցել, բայց դրանց մեջ դեռ չէր փոխվել։ Նրանց վերստին ծնունդ էր բերք, ինչպես ինձ ու քեզ, նրանց նոր ուժ, կարողություն, ներքին ու ասма դարձյալ ներսում էին, նրանց հետ էր նաև Թովմասը եւ Հիսուսը մտավ փակ դռներով նրանց մեջտեղում կանգնեց եւ դարձյալ ինչ ասեց, դարձյալ նույն խոսքը, այն ինչ որ նրանք ջրից ու հացից ավելի շատ, օդից ավելի կարիք ունեն, խաղաղություն ձեզ։ Նրանք դեռ սարսափած էին, դեռ մոլորված էին։ Այսօր ես ու դու ամեն մեկս անցնում ենք ինչ որ իրավիճակներով։ Երբեք չկասկածես Աստծո շնորհքի եւ ողորմության վրա։ Երբեք չմտածես երեք ու անցյալ օրը նույնն է աղոթում, նույն խաղաղությունը, նույն վախ ու սարսափը դեռ մեջս մնացել է։ Տերը քեզ հետ է։ Ու Տերը քեզ հետ այնքան կլինի, մինչև այդ սարսափ, մինչև այդ կասկածը, մինչև այդ վախը, մինչև այդ անորոշությունը իմ ու քո մեջից դուրս չհանի։ Հաճախ մենք մեզանից ենք օգնում, մենք մեզանից ենք հիասթափում։ Մենք մտածում ենք, որ մեզանից, ինչպես մեր հայկական ասածն կան, մեզնից Պողոս ու Պետրոս դուրս չի գա։ Այո։ Բայց շարքային քրիստոնյա հույսը կա։ Ոչ ինչ որ մեզանից Պողոս ու Պետրոս դուրս չկա, բայց թող մեզանից վերստին ծնված կենթանի վկայության հոգիներ, որ Տիրոջը կփառավորենք։ Կասնենք նեղություններով, կասկածներով, վախերով, շփոթությունով, մենք մեզանից կզսվենք, մենք մեզանից կհաստավենք, մենք մեզանից կհոգնենք, բայց նա ոչ, գիտեք ինչի, որտեղ նա մեզ համար կյանք է տվել։ Մենք մեզ համար դեռ կյանք չենք տվել, ինչպես մի առիթով Պողոս առաքյալ ասեց, դեռ արյուն թափելու չափ մեղքին դեմ չեք կացած։ Իսկ նա արյուն թափելով մեղքին դեմ կացավ։ Իր համար ոչ, ինձ մեղավորիս համար, քեզ եւ համայն մարդկության համար։ Այնպես որ նա դեռ ուզում է քեզ, նա դեռ ինձ ուզում է, մեր բոլոր մեղքերով, մեր բոլոր վախերով, բոլոր սարսափներով, եւ Թովմասին ասեց՝ մի եղե անհավատ, այլ հավատա, որ ես հարություն եմ առել, ու քեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Այս ամբողջը ինչ-որ բան փոխեց։ Այս ամբողջը իմ ու քո կյանքում ինչ-որ բան փոխել է, միգուցե մասնակի, բայց ամբողջը մենք փափագում ենք, որ երկնքում իրականանա, բայց պետք է մնանք այդ մասնակվոր, այդ ամեն ինչ որ Տիրոջից առել ենք, ամուր պահենք, ամբողջը չէ, բայց մասը, Երբ նա տասնյակ հազարներին կերակրում էր, նա ընդամենը մի քանի կտոր հացի կարիք ուներ։ Ոչ թե որ նա ոչինչից կարող էր հաց ստեղծել, այո եւ ամեն, բայց նա մեզ սովորեցնում էր, որ կարճիր այդ փոքրից, որպեսզի քեզի մեծը շնորհեմ, քեզի առատությամբ լցնեմ, մնա հավատարիմ, տես այն ինչ որ ես քո կյանքում արել եմ, մի համարի չնչին, մի թող որ այս աշխարհի ագահությունը քեզ ինչ անի, Աստծո ցերասնի, մնա ու վստահիր նրան, նա քեզ համար դեռ առատ բաժին ունի։ Եվ զարմանալի ձևով մենք չգիտենք այս ընթացքում արդյոք ուրիշ մեկ հանդիպում եղավ, ավետարանիչները ոչ մի բան չեն գրել այս մասին, բայց մեկ ուրիշ հանդիպման մասին է խոսում, բայց մինչև հանդիպումը Հովհաննես ավետարանիչը ասում է 21-րդ գլխում, Պետրոսը ելավ, այդ նույն Պետրոսը մի քանի աշակերտների հետ, Հովհաննեսը ու Հակոբոսներ հետը, թվով 6-ն էին, նստած զրուցում են, Պետրոսը ասեց, ես գնում եմ ձուկ որսալու, գիտեք պրոֆեսիոնալ ձուկ որսողները օրվա ընթացքում չեն որսում, այլ գիշերն են դուրս գալիս ծով, որտև այդ միայն ժամանակն է, որ ձկները դուրս են գալիս ջրի երես, ինչ, թթվածին շնչելու։ Եվ աշակերտները այդ 6-ը ասեցին, այսինքն 5-ը,
Պետրոսի հետ 6-ը, ասին մենք էլ ենք գալիս ձկնորսությամբ։ Արևը ծագեց։ Պրոֆեսիոնալ ձկնորսները գիտեն, երբ որ արևը ծագեց, էլ անիմաստ է նրանց ծովի վրա մնալով։ Նրանք տուն էին, ափ էին վերադառնում։ Ու հանկարծ մեկին տեսան ծովի եզրին կանգնած։ Ասես տղերք, ձուկ որսացել եք։ Նրանք կանչեցին ու աղաղակեցին, ամբողջ գիշերը ոչ մի հատիկ ձուկ չորսացինք։ Ասեց աջ կողմը նետեք։ Եվ ձկան բազմությունից նավը ուր որ էր խորտակվում էր։ Նրանք հասկացան, մի կրկին անգամ հարություն առած Քրիստոսին են հանդիպել։ Սիմոն Պետրոս ասաց գնում եմ ձուկ որսալու։ Նրան ասեցին մենք էլ ենք քեզ հետ գալիս։ Նրանք ելան, նավը մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Այդպիսին էր։ Դեռ աշակերտների համար Քրիստոսի աստվածությունը չէր բացվել։ Նրանք տեսել էին հարություն առածը, նրա աստվածությունը նրանք իրենց աչքերով էին տեսել, բայց նրանց հոգու աշխարհի մեջ դեռ չէր բացված։ Նրանք նպատակ չունեին։ Երբ որ կյանքումդ նպատակ չկա, ինչ ես անում, գնում ես քո հին սովորություններին։ Եվ այդպես էլ արեցին Պետրոսը եւ այս մյուս 5 աշակերտները։ Բայց արդյունքը ինչ եղավ։ 0։ Բայց մի երկվայրկյանում նրանք այնքան ձուկ որսացին, որ օրեր ու օրեր չէին կարող այդքան ձուկ որսալով։ Երբ Աստված գալիս է մեր կյանքի մեջ, ժամանակ առ ժամանակ մտածում ենք, Տեր, դու գնայինք կողքի եղբորս ու քրոջս օգնի, ես շատ լավ եմ։ Մենք չենք կարող լավ լինենք առանց իրան։ Մեր ամբողջ նրա շնորհած շնորհը մի երկվայրկյանում թշնամի կարող է մեր ձեռքից առնել եւ մեզ անհույս թողնել այս աշխարհի վրա։ Մի կրկին անգամ Պետրոսը եւ այդ մի քանի աշակերտներ համոզեցին, որ Տերը նրանց մեկ ուրիշ նպատակի համար է կանչել։ Նրանք այլևս էլ ձկնորս չեն կարող լինել։ Նրանց մարդու որսորդ է կանչել։ Գնան ու կանչեն, պավետարանեն ու կորցվածին ու մոլորվածին ուղղություն ցույց տալ։ Բայց նախ իրենք ուղղության կարիք ունեն, իրենք են մոլորված, իրենք են հետ դարձել իրենց հին կյանքին, իրենք են փորձում իրենց ջանքերով ու նեղությունով իրենց դժվարությունները հաղթահարելու, երբ Տերը ասում էր. «Տուր ինձ դառդ լուծը, ու ես քեզ հոգ կտանեմ»։ Ղուկաս Ավետարանիչը 24-րդ գլխի 15-րդ հատման, Luke chapter 24 verse 15, այսպիսի տողեր է ասում։ Եվ մինչև տողերը ընթերցել ասում է, երկուսը, որոնցից մեկի անունը Կեղոպաս էր, գնում են դեպի Էմաուս գյուղաքաղաքը, որ 6 մղոն հեռու էր Երուսաղեմից։ Գնում էին ու իրար հետ վիճում էին, ու հանկարծ երրորդը հայտնվեց նրանց մեջ։ Նա ոչ այլոք էր, եթե ոչ հարություն առած Քրիստոսը։ Ու մինչև այս համարներ ընթերցելը մի հատ արագ վերհիշում անեմ, Հիսուս հարցում տվեց, ինչ է ձեր վիճաբանության առիթը։ Նախ ուզում եմ մի բան հստակեցնեմ։ Աստվածաշնչի մեջ հենց այնպես պատահական անձի անունը չի գրվում։ Մենք լեցուն անձանց հետ ենք ծանոթանում, որոնք այդպես են նրանց անունը չգիտենք։ Բայց երբ որ Ավետարանիչը հատուկ շեշտադրումով գրում է Կեղոպասի անունը, այսինքն սրանք այդ նեղ շրջանակի մեջի աշակերտներին, առաքյալներից չէին, բայց այն նեղ շրջանակի մեջ էին։ Որտեղից գիտեմ, որտեվ այս դեպքը, այս հանդիպումը եղավ դարձյալ նույն կիրակի օրը, նույն հարություն առած կիրակին։ Դեռ շատ քչեր գիտեին նրա հարության զորության մասին, նեղ շրջանակը, որտեվ կանայք գնացել են միայն աշակերտներին ասել։ Իսկ զարմանալի ձևով Կեղոպասը եւ իր այդ ճամփի ընկերը
նրանք եւս գիտեին նրա հարության մասին։ Ու երբ Հիսուս հարցում ասեց ինչի մասին, ասես Տեր ունեինք, նրան պաշտում էինք, նրան հետևում էինք, նրան խաչեցին, նա մեռավ, նրան գերեզմանը դրեցին, հետո կանայք եկան աշակերտներին։ Այնպես են նկարագրում, այնպես է բացատրում, որ ոսոր իրենք էլ են այդտեղ։ Նրանք այդ նեղ շրջանակի, նրանք մոտիկներն էին, նրանք պատահականություն չէին, նրանք փողոցից անցնող ու Քրիստոսի ինչ որ մի հրաշքին վկա չէին, նրանք Քրիստոսի մոտիկներից էին։ Ու ասում է, կանայք եկան ու ասեցին, ու աշակերտները վաստվեցին, գերեզմանը դատարկ էր, ու այդպես, ու դրանով ավարտվեց իրանց ամբողջ հավատքը։ Շարունակություն չկար նրանց համար։ Այդ հավատքը ավարտվեց դատարկ գերեզմանով։ Այսօր մենք եւ ես, եթե չհետևենք այդ Քրիստոսին, կղով պասից ոչինչով չենք տարբերվել։ Մենք կիմանանք, կգիտակցենք, կվստահաբար, որ այդ գերեզմանը դատարկ է, բայց արդյոք այդ գերեզման դատարկ, այդ գերեզմանից դուրս եկած հարություն առած Քրիստոսը քո անհատական փրկիչն է, կղով պասի կյանքում չկար։ Այդ կողքի ընկերոջ ճանապարհակցի հետ չկային, նրանք վիճում էին, կռվում էին, նրանց մեջ խաղաղություն չկար, նրանց մեջ անորոշություն կար։ Ուստի դրա համար Քրիստոսը եւ նա ասեց նրանց, Քրիստոս ասեց, ով անմիտներ եւ թուլասիրտներ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, ինչ որ մարգարեներ ասեցին։ 3 տարի երբ սովորեցնում էր, ամեն ինչ համեմատում էր մարգարությունների հետ եւ հաստատում էր, որ մարգարության ամբողջ խոսքեր, որ իր մասին էր, ամեն եւ այո եւ ճշմարիտ էր եւ իրականանում էր։ Չէ որ Քրիստոսը պետք է այս չարչարանքները կրեր ու փառքի մեջ մտներ։ Ինչու եք մորորված, ինչի եք շփոթված։ Այն ամեն ինչը, որ Սուրբ Գիրքը մեզ ու քեզ ու ինձ ժառանգություն է թողել, տար առ տար ու բառ առ բառ իրականանում էր, ինչու եք վախեցած։ Ինչու եք վիճաբանում իրար հետ։ Եվ Աստծո խոսքի ճշմարտությունը թողած, մենք ինչ ենք անում։ Մենք մեր մտքերն ենք մեկս մյուսին հրամցնում եւ բնականաբար վիճաբանություն կլինի։ Եվ այսօր երբ որ եկեղեցիներում բաժանում ու վիճաբանություն ու երխոս ու բամբասանքներ է լինում, այդ բոլորը գիտեք ինչից է, երբ որ քրիստոնյան շեղում է Աստծո խոսքի ճշմարտությունից եւ փորձում է իր միտքը, իր գաղափարը հրամցնել դիմացինին։ Եվ դրա համար Պողոս եւ իր ընկերոջ մեջ վիճաբանություն կար։ Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում հիշել, մտաբերել, հավատալ այն խոսքերը, որ 3 տարի շարունակ Քրիստոսը մարգարության խոսքերով խոսում էր նրանց հետ։ Այսօր ոչինչ չի տարբերվել մեր կյանքում։ Եվ այն երկվայրկյանը, որ մենք Աստծո խոսքի ճշմարտությունից պակասեցինք, մեր մեջ կստեղծվի 1000 մի տեսակ մտքեր, գաղափարներ, փիլիսոփայություններ, կրոնքներ ու ուսմունքներ եւ բնականաբար մենք այլևս նույն ուղի, նույն ճանապարհի, նույն հավատքի, նույն ճշմարտության վրա չենք կարճած լինելու։ Մեր մեջ անverջ կլինի ինչ բախումներ եւ փոփոխություններ, որտեվ նույն աղբյուրից չենք սնվում, նույն ճշմարտությանը չենք հետևում։ Հիասթափությունը մեծ էր Քրիստոսի։ Ու մտածում էր 3 տարի ես նրանց սովորեցրեցի, նրանք բազում հրաշքներ, նրանք ամեն ինչ տեսան, որ երկնքում պետք է տեսնեին, երկրի վրա տեսան։ Ու այդքանից հետո նույնիսկ գերեզմանը դատարկ, քարը գլորված եւ վկայություններ կանանցից եւ այդ բոլորից հետո դարձյալ դեռ անորոշություն կար, դեռ բախումներ կար, դեռ վիճաբանություններ կար։ Այսօր ամեն անգամ, երբ Քրիստոս երկնքից նայում է եկեղեցին ու տեսնում է վիճաբանությունները, նույն հիասթափություն է ապրում։ Երբ ասում է ես եմ, միակն եմ, ճանապարհն եմ, ճշմարտությունն եմ, ինչ վեճի ու վիճաբանության մաս, ինչ ունեք, որ տվել եք ինձ ու չեք կարողանում վերցնեք ինձանից։ Ես իմ ամբողջը տվեցի ձեզ։ Եվ այդքանից հետո դեռ վեճ ու կռիվ ու խարդախություններ, հետնախոսություններ, մեկը մյուսին քարեր շպրտել։
Եվ ամեն մարդ արարածի միակ նպատակը նրան այդ փառավորածին պաշտելու, երկրպագել, հետևելը, որովհետև նրա մեջ է կյանքը, նրանից դուրս ոչինչ չկա։ Ասում է մի հովիվի ընկերը, որ մեկ ուրիշ քաղաքում էր ապրում, հանդիպեցին իրար հետ, զրուցի բռնվեցին միտեղ նստան, զրուցեցին։ Եվ բնականաբար, եթե հովիվի հետ զրուցում ես, հետաքրում ես, չէ՞, ինչ է կատարում եկեղեցում, եւ ընկերոջը հետաքրվեց, ինչպես է եկեղեցում, եւ այսպեսի հարցում հարցրեց. A man asked a preacher, how many active members do you have? Քանի ակտիվ, այդպես գործունյա, ոչ թե նստում նստած են մնում, կանգնում կանգնած են մնում, գալիս են, չեն գալիս, քանի հատ ակտիվ գործունյա անդամ ունես եկեղեցում? The preacher replied, they are all active, բոլորն էլ ակտիվ են, մի տարբերությամբ, half of them work with me and half them are working against me. Նրանցից կես ինձ հետ են ծառայում Տիրոջը, նրանց հաջորդ կեսն էլ ինձ դեմ են կառվում։ Միգուցե չափազանցրած է կես, բայց իրականություն կա։ Ճշմարտություն կա այս խոսքի մեջ։ Ցավալի է։ Some people are working against us rather than with us. And that is depressing. Քրիստոսը Աստված էր եւ այդքան դառնություններ, այդքան անհավատություններ, այդքան շփոթություններ ու վախեր ու սարսափներ տեսնելուց հետո մի քիչ առաջ ինչ էինք կարդում։ Կղողբասին եւ իր գործընկերոջը իր ճանապարհակցին հանդիմանեց, ամոթ տվեց։ Հիշեք Աստծո խոսքը, կարճեք ճշմարտությունից։ Իսկ այսօր Քրիստոսի անունով հավաքված եկեղեցիներում նույնը տեղի ունենում։ Որտեւ մենք ինչ ենք անում։ Առանձնանում ենք ինչից, ճշմարտության աղբյուրից։ Մենք ուզում ենք մերը կառուցել։ Դրա համար ամեն մեկս մի 3-4 հոգի հավաքում ենք ու մեզ համար խմբեր ենք կազմում։ Մեր ճշմարտություններն ենք սկսում քարոզել եւ ոչ թե Աստծո։ Մենք մեր մարգարություններն ենք մարգարանում եւ ոչ թե Աստծո ծառած։ Մենք մեր գաղափարներն ենք դասախոսում եւ ոչ թե Աստծո խոսքի ճշմարտությունից։ Եվ բնականաբար այն ամեն ինչը, որ Աստծո ճշմարտության վրա կառուցված չի, պետք է քանդվի։ Եվ սա էր իրականությունը ու տխրությունը։ Զարմանալի ձևով այն ինչ որ ավետարանիչներն են, ես ես հետ բաժնեցի, բայց Ղուկաս ավետարանիչը Պողոս Առաքյալը Կորինթացիս թղթի առաջի Կորինթացիս 1 Corinthians 15-րդ գլխի chapter 15 6-րդ համարում մի հետաքրքիր եւս համար է թողել։ Անցել են տարիները։ Եվ նա Պողոս Առաքյալը խոսում է այդ 40 օրվա մեջ եւ ասում է հետո միանգամից երևաց 500-ից ավելի եղբայրների, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են, իսկ ոմանք էլ ննջել էին։ Սա մի անգամ հաստատում էր, որ այդ 40 օրվա շարունակ ինչքան ու բազում մարդկանց հանդիպեց եւ ինչն էր Քրիստոսի մեծագույն նպատակ այդ հանդիպումների համար։ Ինչ էր նա փորձում իրականացնել, որ այդ 3 տարվա մեջ չէր հասցրել։ He gave certainty to his disciples. Նա ուզում էր մի կրկին անգամ իր աշակերտներին հաստատել, որ ձեր ճանապարհը ճիշտն է, որ ես ձեր միակ Աստվածն եմ, ուրիշը չփնտրեք։ Ես եմ այո եւ ամենը։ Ես եմ ալֆան եւ օմեգան։ Ես եմ թագավոր թագավորածը։ He gave them an instruction to his disciples. Նա ուղղություն ցույց տվեց, թե ինչպես կառուցել եկեղեցին, որ թշնամին անօրենը, փոթորիկներ, նեղություններ, դժվարություններ, հալածանքները, աղքատությունը, դժվարությունները, այդ բոլորը չքանդի, հիմնահատակ չանի եկեղեցին։ Որտեւ այդ եկեղեցին արդեն տաճար չէր։ Դա անձեռագործ տաճար էր, որ մարդկանց մեջ էր կառուցում։ Եվ նրանք թե նմանատիպ շենքերում, թե քարանձավներում ու դաշտերում ու անապատներում քաղաքային, արդեն էական չէր, որովհետև որտեղ 2 կամ 3-ը այնտեղ եկեղեցի էր, ու այնտեղ Տերը պիտի փառավորվեր։
Եկեղեցին դարձավ հոգու աշխարհ։ Եվ նա ուղղություն էր տալիս, թե ինչպես պահպանեն այդ հոգու աշխարհը, այդ հոգու կառուցվածքը։ He gave comfort to his disciples. Եվ ամեն անգամ այսօր ես ու դու նայում ենք մեր կյանքում, ու երբ հայացք ենք նետում մեր անցյալին եւ հիշում ենք, թե ինչքան անգամներ հիասթափված կյանքից, մենք մեզանից, իրավիճակներից, մոտիկ ու հեռուներից մեր միակ մխիթարությունը որտեղ են գտել։ Քրիստոս Հիսուսի մեջ։ Նա միակ մխիթարիչն է։ Նա միակ Աստվածն է, որը ինձ ու քեզ չի թողնի։ Եվ այդպես էլ ասեց, I am with you always։ Նա քեզ հետ կլինեմ։ Ես ձեզ հետ կլինեմ մշտապես 24 ժամ, շաբաթի 7 օր, ամբողջ ամիսը ու տարիները, ու մինչև քո վերջի շունչը հոգին, որ դու կապրես այս երկրի վրա, կանչիր ու ես կլսեմ, սարկիր դուռը ու ես կբացեմ, փնտրիր ու կգտնես ինձի, ես քոնն եմ, ու դու իմն ես, իմ թափած արյան գինն ես։ Ժամանակի սղության պատճառով պետք է վերջի համար ընթերցեմ։ Ինչպես գիտեք, Հովհաննեսը առաքյալներից այն միակն էր, որ չմարտիրոսացավ, այսինքն իրան չսպանեցին։ Նա մնաց իր ծերության մեջ, իր մահկանացուն կնքեց։ Բայց գիտեք, նա իր ավետարան եւ թղթեր գրեց 91-92 այդպես թվականներին, այո, Քրիստոսի ծնունդ 91։ Բոլոր իր ընկերները, բոլոր իր առաքյալ եղբայրները մահացել էին։ Նա մի տեսակ մնացել էր մենակ, բայց զարմանալի ձևով, գիտեք, այդ տարիները, այդ ամբողջ իր տեսածը, որ ինչ էր կատարվել այդ 90 տարվա, այդ 30-33 թվականից մինչև 90-91-92 թվականը, գիտեք, մի համարի մեջ է ամբողջացնում։ Եվ ուզում եմ այդ համարը ընթերցեմ ձեզ համար եւ սանով կանք ավարտի։ Հովանու ավետարան 20-րդ գլխի 31-րդ համարում այսպես ասում։ Բայց ասում ես սրանք գրվեցին, այսինքն ամեն ինչ, որ դու Աստվածաշնչի մեջ կգտնես, գրվեցին, որպեսզի հավատաք։ Հավատքը Աստծո խոսքից է։ Եվ եթե խոսքը պակասեց, հավատքը կպակասի։ Եթե հավատքը կպակասեց, մեր մեջ Աստվածային հաղորդակցությունը կպակասի։ Եթե հաղորդակցությունը պակասեց, այսօր մենք հարազատ, քույր ու եղբայր, վաղը դառնանք բարեկամ, հաջորդ օրը ծանոթ, հետո անծանոթներ, հետո Աստված մի արածե, մի օր կդառնանք իրար հակառակորդներ։ Այս բոլորը գրեցի, որպեսզի հավատաք, որ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է։ Եվ որպեսի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենանք։ Սա էր Քրիստոսի միակ վերջին ու առաջին նպատակը, որ մեզանից ամեն մեկս հավիտենական կյանք ունենանք երկրի վրա եւ ժառանգենք երկնքում։ Հիսուսի անունով, ամեն։